Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Ողջույն ձեզ սիրելի արազատներ, բարի լույս ձեր բոլորին։ Հույսով ամենքը տալ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքով ողջ եւ առողջ եք։ Այսօր ավակ շաբաթ է։ Եվ շաբաթ եբրայերենով գնշարագե հանգիստի օր։ Իսկապես ալ Տեր Հիսուս Քրիստոսի հոգնադանչ մարմինը հանգստացավ քերեզմանին մեջ։ Նաև Հիսուսի առաքյալները եւ հետևորդները հանգստացան երեկվան ահավոր դեպքերեն։ Անոնք դժբախտաբար վախեն բարդված էին։ Պետրոս առաքյալ եւ իր ընկերները բոլորն ալ որ Հիսուսի գսեին, որ մենք պատրաստ ենք քեզի հետ մեռնելու, ահա Գեթսեմանի մեջ Հիսուսի մատնության ու ցերպակալության ժամանակ լքած էին զինք ու փախած։ Պետրոս որ փորձած էր հերվեն հետևիլ Հիսուսի, քահանայապետին ծառաներեն ու աղախիներեն սարսափած երբ հարցուցած էին իրեն, թե թունալ այս Հիսուս Նազովրեցի խմբագեն չես, անիգա մերժած էր, ուրացած էր Հիսուսը, անիծելով ասած էր, որ ես այդ մարդը չեմ ճանչնար։ Ահա այդ հոգեգան դակնաբի մեջ ցնցված, սարսափած, մանավանդ նաև ահապեկված այն մտածում են, որ հիմա որ հրյա ղեկավարները սպանեցին իրենց դերն ու վարդապետը, զիրենք այլևս պաշտպանող չկար, ուստի հրյա ղեկավարները գրնային հալածել զիրենք ալ ցերպակալել ու սպանել։ Այս բոլոր խառն սկացումները սարսափ ու վախ պատճառած էին Հիսուսի աշակերտներուն եւ հետևորդներուն։ Անորամար ամեն մեկը դերմը բահվդած էր։ Ընդհանրապես վերնադամ մեջ անոնք հավաքված էին աշակերտները կովկովի եւ ովև մեկը ցայն զբդում չրաներ։ Բոլորն ալ իրենք զիրենք մեղավոր գսկային։ Ահա շաբաթ օրվա ամբողջ օրվա այս դակնաբը որ ապրեցան Հիսուսի աշակերտները։ Նախքան ցեզի խոսիլս թե Հիսուս ինչ ըրավ, որտեղ որպես մարդկային բնություն, որպես մարդ մահացավ, բայց որպես հոգի, որպես Աստված անիգա գենթանի մնաց։ Ինչ ըրավ։ Նախքան անոր մասին խոսիլս, ասեմ ցեզի, որ միակ մարդիկը, որոնք հանգիստ չրին շաբաթ օրով, հրյա ավակ քահանաները եւ փարիսեցիներն էին։ Գգարտանք Մատթեոսի ավետարանի 27-րդ գլխու 60-րդ համարենը սկսյալ, թե ինչպես անոնք ուրբաթի հաջորդ օրը, այսինքն այսօր շաբաթ օրը, կացին հռոմեացի գարավարիչ Բոնդացի Բիղադոսի մոտ եւ անոր ասին. Դեր մենք այս մոլորյալեն, այսին խոսքը Հիսուսի մասին է, այս մոլորյալեն լսած ենք, թե 3 օրեն հարություն պիտի առնե։ Այդպես ասած է, բոլորիս ներկայության մարդոց ասավ, որ 3 օրեն հարություն պիտի առնե։ Եվ գահավատանք, որ այդպիսի բան չի գրնարլալ, բայց մենք մտավախություն ունենք։ Կվախնանք, որ անոր աշակերտները քիշերով երթան եւ կողնան անոր մարմինը, վերջը լուր դարած է մարդոց մեջ, թե հարություն արած է, եւ այս անգամ ահավոր պիտի լա ավերը։ Մարդիկ պիտի մոլորին։ Հետևաբար պիտի խնդրենք քեզ մե որ բահակներ, զինվորներ դրամատրես մեզի, որբեսի կոնե այս 3 օրերու ընթացքին բահագություն ունեն քերեզմանին վրա։ Հրյա այս ավակ քահանաները եւ փարիսեցիները սիրներ չէին անկած։ Հիսուսի ներկայության հաջախանքը գդարաբեցներ զիրենք։ Ամեն վարգան Հիսուսի մասին կխոսեին, կմտածեին։ Վախի մեջ էին իրենք։
Շլար թե Հիսուս հարություն առներ։ Հագարականոր որ մինչև մահվան աստուծած էին զինք, բայց դեռ հանգիստ չէին։ Չար մարդիկ այդպես կլան, հանգստություն չեն գտներ։ Եվ Բիղադոս զզված այս հրյա ղեկավարներեն ասավ. ինչ կուզե գրեք։ Զինվորներ ունիք, քացեք ինչ ցևով գուզեք բահագություն ունել, բաբանություն ունել քերեզմանը, քացեք գրեք։ Ոստի ավակ քահանաները եւ փարիսեցիները իրենց հետ զինվորներ արին ու քացին քերեզման։ Նախ Հիսուսի քերեզմանին դիմաց քարմը տրված էր հսկա, այդ քարը շրջեցին, ներս մտան, ըստուկեցին, որ Հիսուսի մարմինը հոն է, ապա ետ փագեցին այդ հսկա քարը, բարաններով գաբեցին եւ քահանայաբեդին գնիկով գնքեցին, թե գետրոնական բաժինը, թե բոլոր բարաններու բաժինները, որբեսի ովևէ մեկը չկարողանար փանալ այդ քերեզմանի քարը։ Եվ բահակներ նշանակեցին քերեզմանի վրա։ Ամբողջ օրը այդ բահակները ինչ էին։ Վստահաբար այդ բահակները ուրախ չէին, որ մեռած մարդումը քերեզմանին վրա բահագություն ունեին։ Եթե ուրիշներ լսեին իրենց այդ արարքին մասին, պիտի ծիծաղեին իրենց վրա։ Վստահաբար անհոգությամբ անցուցին, ծաղրանքով, խնդալ խոսելով։ Եվ ամբողջ շաբաթ օրը այդպես անցուցին։ Շաբաթ գիշերեն ետք լուսող գիրագի օրը միաշաբաթին, միաշաբաթ, որտեղ առաջին օրն է, հաջորդ օրը գլա երկու շաբթի, երեք շաբթի եւ այլն։ Միաշաբաթ, որ մենք այսօր կգոչենք գիրագի, հունարեն բարե քյուրյակի, քյուրիոս կնշանակի դեր, հետևաբար դիրոջ օր, որտեղ այդ օրն է, որ Հիսուս գիրագի օրն է, որ Հիսուս հարություն արավ։ Միան պատմեմ ցեզի ինչ եղավ, որբեսի անցնիմ հետո թե Հիսուս ինչ արավ հոգիով։ Ուրեմն միաշաբաթի առավոտուն հսկա երկրաշարժ մի եղավ եւ քարը քլորվեցավ ու լուսեղեն ռեշտակը եկավ ու նստավ քարին վրա։ Լուսավոր պատմուջան, սպիտակ պատմուջան ակած, լուսավոր։ Երբ բահակները դեսան ռեշտակը, մերելի բես եղան, սարսափեցան, երեսի վրա կեդին ինգան։ Եվ շունչերնին բռնած միասին խումբով վազեցին, կացին ավակ քահանաներու մոտ եւ պատմեցին իրենց տեսածը, թե ինչպես երկինքեն ռեշտակ մի եկավ եւ քարը շրջեց։ Անշուշտ քարը շրջեց ռեշտակը ոչ թե որպես Հիսուս դուրս ելներ, Հիսուս արդեն հարություն արած էր ներսեն, այլ քարը շրջեց որպեսի արավոտ գիները երբ որ կային ներս մտնեին ու տեսնեին, որտեղ գիներ ուժ չունեին այդ քարը շրջելու։ Այդ մասին վաղը։ Եվ ավակ քահանայաբեդը, ավակ քահանաները բոլորնալ խոգումի մեջ ինգան։ Ճշմարտվեցավ Հիսուսի խոսքը։ Հիսուսը ասաց էր, որ քանթեցեք այս տաճարը եւ երրորդ օրը պիտի վերագանքնեմ զայն։ Հարություն արած էր Հիսուս։ Հարություն արած էր։ Ասիկա գիրակի առավոտ կանուխի համար է այս պատմությունը։ Բայց հիմա գուց կպատմեմ, որ տեսնեք թե ինչ պատահեցավ բահակներուն հետ։ Եվ հին ժամանակ հռոմեական օրենք էր, որ եթե հռոմեացի զինվորը քնանար իր հսկողության ժամանակ փանդարգյալը փախչեր, փանդարգյալին փոխարեն հռոմեացի զինվորը կսպաններ, որբեսի անոնք զգուշ լային փանդարգյալներուն վրա պետք է արթուն մնային։ Այս արիտեն օգտվելով, այս օրենքեն օգտվելով, հրյա քահանայաբեդը եւ ավակ քահանաները անոնցին. Դուք սխալ եք, այդպիսի բան չի եղած, դուք քունի անցրեք եւ աշակերտները, Հիսուսի աշակերտները եկած ու անոր մարմինը կողծած է։ Եվ դուք շատ լավ գիտեք, որ եթե Բիղադոս իմանա, որ դուք
քունի անցած եք թուք գսպաննվիք ծանր բադիժ գրելով։ Հետևաբար ինչ որ գսենք այդպես պիտի հայտարարեք եւ տարածեք լուրը։ Բիդեսեք որ մենք քունի անցած էինք քիշերով եկան Հիսուսի աշակերտները կողցան անոր մարմինը։ Երբ լուրը Բիղադոսի ասնի մի վախնակ։ Մենք այնպես կնենք որ ծեր քրխու մեկ մազն անգամ չվնասվի։ Մենք կհաջեցնենք Բիղադոսը։ Ոստի յուրաքանչյուրին դրցակը բարգը այսպես արձատ տվին եւ վստահ եմ որ ռոմեացի զինվորներուն ագանչները շլացան այդ արձատի աղմուկեն ավելի արձատը զիրենք համոզեց քան թե ավականաներուն խոսքը եւ վստահաբար անոնք ալկացին Բիղադոսին Բիղադոսը գաշարեցին ինչպես հрьяաները միշտ վարբեդ են գաշար բաժնելու մեջ ողջ պատմության ընթացքին եւ ռոմեացի զինվորները ինչպես որ իրենց թելադրված էր այդպես լուր դարածեցին ու մինչև այսօր հрьяաներու մոտ այս լուրը դարածված է թե ոչ թե Հիսուս իրականության մեջ հարություն արած է այլ իր աշակերտները քիշերով եկած են ու անոր մարմինը կողցած սուդին բարանը միշտ գարջ է բամության ընթացքին հрьяաներ շատ ուրիշ սուդերալ փորձած են հնարել ինչու սուդը նոր սուդեր գուզեն հնարել սուդի վրա սուդ ավելցնել որովհետև երբ որ գտեսնեն որ սուդը այլևս բոլոր մարդոց կողմէ հայտնի գլա կփորձեն ուրիշը մեջտեղ անել որբեսի իրենց ըսածները բնթեն բայց փաստորեն Հիսուս հարություն արավ իսկ շաբաթ օրով ինչ պատահեցավ ուրեմն Հիսուս ուրբաթ արդվա ժամը 9-ին մինչև ժամը 3 խաչվեցավ մահացավ գեսորե յետ ժամը 5-ին 6-ին յետ հրյական ժամը գփոխվեր օրը գփոխվեր ինչպես որ այսօր եկեղեցական իմաստով սիրելներ հիշեցեք շաբաթ երեգոն գոչվի գիրակնամուտք ուրեմն Հիսուս ուրբաթ օրը մահացավ մեկ գիշեր շաբաթ օրը ամբողջությամբ մարմինով թաղվեցավ ուրեմն քերեզմանի մեջ երկրորդ օր շաբաթ երեգոյան լուսող գիրագին երրորդ օրը Հիսուս հարություն արավ այդ մասին վաղը բայց Հիսուս երբ խաչին վրա մահացավ մարմինով եւ թաղվեցավ քերեզմանի մեջ հոգիով քնած թժողք որովհետև արդար պիտի չլար որ Հիսուսի երկրավոր կյանքեն առաջ ապրած մարդիկ չփրկվեին Հիսուս ինք հավիտենական Աստվածը Աստուծո որդին որ հավիտենապես գոյություն ուներ ժամանակին մեջ մարմնացավ մարդացավ ծնավ գադարելապես Սուրբ Գույս Մարիամեն մեր փրկության համար Ադորամար թվականը գսենք Հիսուսեն առաջ կամ Հիսուսեն յետ երբ որ գսենք Հիսուսեն առաջ չի նշանակեր որ Հիսուս գոյություն չուներ այսինքն ասել գուզենք Հիսուսի մարմնացումեն Հիսուսի մարդկային բնություն առնելեն առաջ բայց Հիսուս Աստվածությամբ միշտ գար հավիտենապես չգար ժամանակը որ Հիսուս չգար ուստի Հիսուս հոգիով քնած թժողք որբեսի երկրավոր իր կյանքեն առաջ ապրած բոլոր մարդոց քարոզեր բոլորին անխդիր աթամենը սկսյալ որովհետև բոլոր արդարներու հոգիները մեղավորներու հոգիները հավասարապես սատանան ինք արած ու թժողքի մեջ փանդարգած էր ահա Հիսուս գնաց թժողք եւ այնտեղ քարոզեց հոգիներուն բոլոր հոգիներուն անոնք որոնք հավատացին Հիսուսի անոնք սիրելիներ ընդունեցին Հիսուսը եւ Հիսուս անոնց հոգիները ցերպազատեց տեսեք այս մասին Սուրբ Գիրքը գսե Պետրոս Արաքյալ իր առաջին Պետրոսի նամակի 3-րդ գլխու պիտի գարտամ 18 եւ 19 համարները գսե Արաքյալը Քրիստոսալ մեկ անգամվան համար չարչարվեցավ մեր մեղքերուն համար արդարը մեղավորներուս համար որբեսի մեզ Աստուծո մոդեցնե
Եվ թեպետ մերավ մարմինով, բայց գենտանի մնաց հոգիով։ Եվ հոգիով ալ քնած կարոզեց փանդարգված հոգիներուն 20-րդ համար, որոնք ադենորք չհնազանդեցան Աստծո։ Եվ գխոսի Նոյի ժամանակներեն բոլոր մարդիկը որ չհնազանդեցան Աստծո։ Եվ 4-րդ գլխու 6-րդ համարի մեջ առաքյալը գսե ահա թե ինչու Քրիստոս կնաց եւ ավետարանը մերելներուն ալ կարոզեց, տեսակ, որ Հիսուս գենթանի է հոգիով, նախ որպես Աստված չէր մերներ, եւ նաեւ մենք ալ, եւ որ մահ գսենք, հոգին չի մեռնիր, հոգին ամմահ է, մարմինն է որ կմեռնի։ Ուրեմն Հիսուս քնած կարոզեց ավետարանը, որբեսի անոնք բոլոր մարդոցպես իբրև մարմին մահվան տադաբարդվելով անտերց իբրև հոգի ապրին ինչպես Աստված գաբրի։ Հիսուս կնած բոլոր հոգիներուն կարոզեց, որբեսի անոնք մարմինով որ մեռած են, բայց հոգիով ապրին ինչպես Աստված գաբրի։ Ահա ավակ շաբաթ օրը Հիսուսի թժողք իջնելու հիշադակն է։ Եվ Հիսուս դուրս բերավ թժողքեն։ Թժողքը ժամանակավոր վայրն էր, որ հոգիները կփանդարգվեին։ Եվ Հիսուս զանոնք բերավ թրախտին մեջ։ Թրախտն ալ ժամանակավոր վայրն է, ուր արդարներու հոգիները կհավաքվին, մինչև Քրիստոսի երկրորդ կալուստը, եւ երկրորդ կալուստեն հետ, երբ Տադաստան դեղի ունենա, Քրիստոս արդարները պիտի առաջնորդե հավիտենական թագավորության մեջ։ Անոր համար հիշեցեք Աչագոմյան ավազակը, երբ Հիսուսի ասավ. «Դեր հիշեզիս երբ թագավորության պատկաս», Քրիստոսի թագավորությունը տակավին չէ եկած, բայց Հիսուս անոր ասավ. «Ճշմարիտ կսեմ քեզի, դու այսօր ինձ հետ թրախտ պիտի ալաս, թրախտի մեջ պիտի ալաս», որովհետև Հիսուս թժողքեն ազատեց արդարներու հոգիները, իրեն հավատացող հոգիները եւ բերավ թրախտի մեջ։ Այսօր սիրելներ մեր եկեղեցվո մեջ ջրակալույց է, քիշերը ջրակալույցի բادرակ կդարվի։ Եվ քանի որ ասի արդեն շաբաթ քիշերը գիրակնամուտք է, հետևաբար սուրբ բادرակ կմատուցվի եւ բادرակի ավարտին նախադոնակ կգադարվի եւ նախադոնակին ավարտին հարության ավիդիսը կդրվի հավատացյալներուն երկելով այսօր հարյավ երկը եւ իրար ողջունելով ինչ կսենք Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Այսօրսի ջրակալույց է, որտեղ եկեղեցվո բոլոր ջրակները գվարեն եւ մարդիկալ իրենց ցերկը մոմ գունենան բادرակի ավարտի նախադոնագին եւ այդ մոմերը վարելով որպես օրհնություն դուն գբերեն, որպես իրենց դուներնալ ջրակով լեցվի, լույսով լեցվի։ Իսկ ով է այդ լույսը? Քրիստոս, որը ասավ ես եմ աշխարհի լույսը։ Սիրելներ նաև գոչվի նավագադիկ։ Նավագադիկը 5 գլխավոր դաղավար դոներու մեկ գիշեր առաջ է, որովհետև այդ օրը նորոգության օր է եւ եկեղեցվո հայրերը այնպես հրացեն, որ նավագադիկներուն բակի ծանրությունը թեթևնա, հետևաբար շաբաթ գիշեր կամ նավագադյաց գիշերները արդոնելի է ջաշագել ծգներեն, ցու հավգիտ եւ գատնեղեն գտետերցնեն բակի ծանրությունը, իսկ դոնական օրենի հետ գարելի այլևս մսեղեն եւ ամեն ինչ ջաշագել։ Եվ գիտեք, մեր ժողովուրդն ընտրիքի ավանդություն ունի, զատկական ընտրիքի ավանդություն, համատամ ցուկ կպատրաստե, գատնաբուր կպատրաստե կամ աջե կպատրաստե, ցու կպատրաստե, ցուն ինչ է սիրելներ, ցուն ներգված, ուրեմն գներգեն ընդհանրապես գարմիր քույնով, հետո է որ մյուս քույները եկած են, ըստ ավանդության Մարիամ Մագդաղենացին էր առաջին անգամ, երբ Երտահրոմ Հռոմի գայսրի կներգայնա եւ ցումը գուտա եւ գսե Քրիստոս հարյավի մերելոց, ցուն Սուկրիկոր դատեվացի կներգայացնե որպես խորտանիշ աշխարհին, որ Քրիստոսի արյունով գծածկվի եւ գսրբանա,
Նաև սիրելներ ցուն խորտանիշը Քրիստոսի քերեզմանին, երբ որ իրարու հետ հավգտախաղ բիդի խաղանք, զարգացածենը եւ ջակի մեկցուն պետք է ասենք Քրիստոս հարյավի մերելոց, որտեղ անիկա խորտանիշը քերեզմանին բացվիլը եւ Քրիստոսի հարությունը։ Ավասիկ ավակ շաբաթ օրվան խորուրդալ ցեզի փոխանցեցի սիրելի քույրեր եղբայրներ, եկեք մենք բոլորս ապրենք սրբությամբ, որտեղ օր պիտի երբ մենք այս կյանքի մեջ մեր աչքերը պիտի փակենք, բայց մեր աչքերը փանանք տրախտի մեջ, որբեսի Քրիստոսի երկրորդ գալուստին արժանի ելանք հավիտենական կյանքին։ Շտաբեցեք եկեղեցի, սուրբ հաղորդություն արեք եւ զատկական ընթրիքի շուրջ իրարու պատմեցեք Քրիստոսի հարության զորության մասին։ Ոստի Քրիստոս հարյավի մերելոց օրհնյալ է հարությունն Քրիստոսի։ Աստված ցեզ արադաբես տողորտնե, բարի եւ օրհնյալ ավակ շաբաթ ձեր բոլորին։